Սյունիքի հանդեպ Ադրբեջանի տարածքային հավակնությունների տեքստը հնչեց Անկարայից։ Թուրքիայցի ընթացքում Իգդիր Նախիջևան գազատարի բացման արարողությանը Ալիևը առիթը բաց չի թողնում պահանջներ հնչեցնելու համար։ Դեռ Նախճիվան գազ խաթնեն Նախիջևանը հնագույն ադրբեջանական հող է, սակայն ավելի քան մեկ դար այն անջատված է Ադրբեջանի հիմնական մասից։ Սրա պատճառն այն է, որ 1920 թվականին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության անկումից 5 ամիս անց խորհրդային կառավարությունը արևմտյան Զանգեզուրն անջատեց Ադրբեջանից եւ միացրեց Հայաստանին։ Ղարաբաղյան առաջին պատերազմը սկսվելուն պես Հայաստանը օկուպացրեց Ղարաբաղը, միաժամանակ շրջափակելով Նախիջևանը։ Նրանց ծրագրերը ներառում էին նաեւ Նախիջևանի գրավումը, բայց այն ժամանակ հայրս Հեյդար Ալիևը որպես Նախիջևանի ղեկավար դա թույլ չտվեց։ Բաքվի բռնապետի նմանօրինակ տեքստերը նորություն չեն։ Խաղաղության դարաշրջանում դրանք արդեն սովորական են դարձել։ Ճակերտավոր նորությունը դա Անկարայից հնչեցնելն է, այսինքն հենց Էրդողանի կողքը նստած Ալիևն է դա հնչեցնում։ Դա կարծում եմ բավականին կարևոր նյուանս է, որը պետք է հաշվի առնել, թե երկու պետությունները միասնական առումով ինչ ծրագրեր ունեն տարածաշրջանում, ինչ զավթողական հնարավոր տարածքային հավակնություններ։ Հայաստանի ղեկավարությունը հայ-թուրքական բանակցությունները ներկայացնում է կառուցողական լույսի ներքո, իբր Ադրբեջանն է խոչընդոտում, սակայն երկու պետության քայլերը սինքրոնիզացված են։ Հայաստանի ներկայացող պահանջները միայն Ադրբեջանից չեն գալիս, դրանք գալիս են նաև Թուրքիայից, ուղղակի շատ հաճախ հնչում են հենց Ադրբեջանի կողմից։ Թուրքիան իր մասշտաբները հաշվի առնելով, իր տարածաշրջանային կշիռը հաշվի առնելով, գերադասում է դա անել Ադրբեջանի ձեռամբ։ Թուրքիան եւ Ադրբեջանը խաղաղության կողմնակից են, գազատարի գործարկման ժամանակ ասել է Էրդողանն ու սահուն անցում կատարել նրան, թե մեկ ազգ երկու պետություն կարգախոսով եղբայրական պետությունները որքան լավ են զարգանում տարբեր ուղղություններով, պաշտպանությունից մինչև առևտուր։ Մենք ցանկանում ենք միայն խաղաղություն, համագործակցություն եւ զարգացում մեր տարածաշրջանում։ Այս ուղղությամբ արդեն բազմաթիվ քայլեր ենք արել։ Մեր անկեղծությունը արդեն ի ցույց ենք դրել եւ մտադիր ենք համատեղ իրականացնել բոլոր հնարավոր նախագծերը։ Փետրվարի երկրաշարժերի ժամանակ Ադրբեջանը մեր կողքին էր, Թուրքիան էլ անհրաժեշտության դեպքում եղել է եւ միշտ կլինի Ադրբեջանի կողքին։ Խաղաղությունից են խոսում Բաքուն ու Անկարան, սակայն ինչպիսի բովանդակություն կա դրա տակ հարցի կարևոր կողմն է։ Էրդողանը տարբեր առիթներով եւս խոսել է խաղաղության ու այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, որքանով են դրանք համատեղելի, կարծում եմ մեզ համար էլ ակնհայտ է, որ դրանք համատեղելի չեն։ Այն պատկերացումները, որ իրենք ունեն Հայաստանի Հանրապետության կոնկրետ Սյունիքի հետ կապված, դրանք խաղաղության հետ համատեղելի չեն։ Ուրիշ բան, որ իրենք այդ գեղեցիկ տերմինը օգտագործում են, ինչպես նույն Նիկոլ Փաշինյանը օգտագործում է այդ տերմինը, բայց գնում Ադրբեջանի հետ միակողմանի զիջումների։ Փոխադարձ սիրո խոստովանությունների ֆոնին Ալիևը բաց չի թողել առիթն ասելու, որ համատեղ իրականացվող էներգետիկ նախագծերը նաև ճանապարհ են հարթում տրանսպորտային խոշոր նախաձեռնությունների համար։ Իսկ Բաքվում կեղծ դատավարությունների ֆոնին հայատյացության մեծ ալիք է բարձրացել։ Խոսում են падգամավորները։ Մեկն ասում է, թե ուրախ է, որ հայի արյունով, այլ ոչ բանակցություններով են հարց լուծել, մյուսը շարունակում է թելել Ալիևի թելը։ Այս մի падգամավորը սպառնալիքներ էր անթակույց հնչեցնում, որ եթե Հայաստանը այսպես չանի, այնպես չանի, ապա կվերանա աշխարհի քարտեզից եւ ընդհանուր առմամբ դրանք հնչեցնում են հիմնականում падգամավորների մակարդակով։ Մեկ այլ падգամավոր ասում էր, որ իրենք ցուցակ ունեն այն մարդկանց, որոնք պետք է արտահանձնվեն իբր Ադրբեջանի դատավարությունները հետագայում շարունակելու համար եւ այդ ցուցակը ներկայացնելու են Հայաստանի կառավարությանը։ Այսինքն նման ելույթների պակաս Ադրբեջանում այս վերջին շրջանում չկա։ Այս ֆոնին խաղաղության պայմանագրի ճակատագիրը ըստ Հայրապետյանի խիստ մշուշոտ է, դրան մոտ երբեք էլ չենք եղել, այլ հարցը է, թե Հայաստանի իշխանությունը գործընթացն ինչպես է ներկայացրել։ Իզաբելլա Հովհաննիսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։